Հնդկաստանի քաղաքացիները գումար պահանջելու պատրվակով մուտք են գործել համաերկրացիների բնակարան։ Այստեղ ծեծկռտուք է եղել եւ տանակով հարվածներ են հասցրել միմյանց։ Տեղեկությունը հայկական մամուլով մեկ տարածվեց։ Ամսվա սկզբին էլ Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացին Շենգավիթում դանակահարել էր Երևանի բնակչին։ Հանրային դիսկուրսում լայն քննարկում թափ առավ օտարերկրացիների մասնակցությամբ հանցագործությունների վերաբերյալ։ Մասնագետների դիտարկմամբ այլազգիների ներհոսք ավելի շատ կապված է տնտեսական եւ կոմունիկացիոն գործոններով։ Պարզաբանում են, որ հանցագործությունները առավելապես կատարվում են նույն ազգի քաղաքացիների միջև։ Եթե խոսում ենք ամենախոշոր օտարերկրացիների համայնքի մասին, ռուսների կամ հնդիկների, այս երկու համայնքներ համեմատաբար փակ համայնքներն են եւ շփվում են իրենց ներսում եւ այսպիսով գուցե իրար դեմ գործեն հանցանքները։ Մասնագետների կարծիքով, եթե փակ համայնքներում ստեղծվեն հանցավոր խմբավորումներ, ինչպես օրինակ Սիցիլիականը ԱՄՆ-ում, ապա չի բացառվում, որ ճյուղեր տան ամբողջ երկրով եւ աչքի առաջ ունենալով այդ վտանգը անհրաժեշտ են համարում, որ հանրապետությունում քայլեր ձեռնարկվեն համաշխարհային այդ սխալները չկրկնելու համար։ Որպես կանոն, կամ տնտեսական շահերի էական բախում պետք է տեղի ունենա, կամ պետք է քաղաքակրթական բախում տեղի ունենա։ Որոշակի տնտեսական շահերի բախում մենք տեսնում ենք, իհարկե օրինակ Ռուսաստանից միգրանտների գալուց հետո բնակարանային գների աճը էական է, իսկ հնդիկ միգրանտների գալուց հետո մենք տեսնում ենք, որ շատրվակատրվող եւ աշխատանքների բնակավարում եւս մենք տեսնում ենք, որ արդեն բացակցություն կա եւ դա էլ ինչ-որ տեղ շահերի բախում կա։ Մասնագետները նկատում են, որ գործատուները նախընտրում են աշխատել այլազգի ներկայացուցիչների հետ, քանի որ նրանք աշխատում են ավելի ցածր աշխատավարձով։ Տեղացիները պարզապես չեն ցանկանա աշխատել այդ պայմաններով կամ էլ ավելի շատ պահանջներ կներկայացնեն։ Ասում են, որ ոլորտում մշտապես ռիսկերի գնահատում պետք է կատարվի, իսկ փաստաբանների կարծիքով պետության անվտանգության ու ազատության միջև պետք է լինի հավասարակշռություն։ Հասարակական հարաբերությունները պետք է կարգավորվեն եւ հիմնված լինեն օրենքի վրա, իսկ անվտանգության միջոցառումները պետք է լինեն օրինական եւ վերահսկելի։ Այստեղ շատ կարեւոր է պետության գործունեության թափանցիկությունը, որպեսզի ստանա հասարակության վստահությունը, որն էլ կհանգեցնի անվտանգության վստահության ձեռքբերումը։ Անվտանգությունը պետք է հստակ ծառայի քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, ոչ թե սահմանափակումներին։ Մասնագետների պնդմամբ պետության կիրառող գործիքակազմը կատարած արարքին համարժեք գործողություն պետք է լինի, իսկ օտարերկրացիների կատարած հանցագործություններից ամենից հաճախ հանդիպողը Իրանից ներթափանցող թմրանյութերի դեպքերն են արձանագրում են մասնագետները։ Ոչ միայն հենց Իրանի քաղաքացիներն են տեղափոխում, անգամ չեզոք գոտի կա, որ ներնետում կատարելու միջոցով շատ մեծ հնարավորություն կա սահմանային չեզոք գոտիում, որտեղ օտարերկրյա քաղաքացիները ներնետում են կատարում Հայաստանի Հանրապետության տարածք, հետագայում նաև դա վերցվում է։ Նման անկառավարելի եւ անվերահսկելի քանակ մենք ունենք վերջին տարիների ընթացքում։ Լուծումները ըստ փորձագետների պետք է լինեն հավասարակշռված, մի կողմից ապահովելով հանրային անվտանգությունը, մյուս կողմից պահպանելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Պետության գործողությունները ըստ նրանց պետք է լինեն համաչափ, թափանցիկ եւ հիմնված օրենքի վրա, չխաթարելով հասարակության վստահությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։